Ջրի արտահոսքի հետքերը մասնավոր տունա, խոհանոցի հատվածից թրջված է, էլ տեպլավիզորը չպահեմ, համատարած կահույքի հետևը։ Ան ջրագծերը ճնշումներով ստուգած է, այսինքն ջրագծերը հերմետիկ է, ստեղ ունենք անսարքություն, այսինքն բազում միկրոճաքեր կան, ու ստեղ ընդորում սալիկը ուղղակի բարձացել է, այսինքն հատակից պոկվել է, դրա համար է սենց անհերմետիկություն է դիտարկվում, ունեմ մտավախությունները, այստեղ տակատակի խողովակներն է սենց գնում, տրասիրովկայի մար է, այստեղ էլ կար տակ ջրի խողովակ, սենց բաները երբեմն լինում է պարագեներացիայի հաշվին, այսինքն խոնավությունը առկա լինելով բետոնի մեջ, տաքանելով, այսինքն գոլոշի ստեղծվում, ու սենց սալիկը պոկում է, կոչվում է պարագեներացիա, դրա համար կոյուղի նմանց է դիտարկման ստուգելու։ Տեսադիտարկել չստացվեց, կոյուղին լծված է, այսինքն տղմապատ է, չի կամերան մի քիչ գնում է, փակվում է, գիդրոդինամիկայով լավ է, հասկանամ ներսին չա կատարում։ Դրանց հիդրոդինամիկայով լվացի, այստեղ գտել ենք սենց անհայտ ինչ-որ գոյատություն, այսինքն խողովակաշարն է, ռաստրուկի մեջ տերևույթին ծակել են սիլիկոնը լցրել ինչ են արել, լավ չի դիտարկվում, հեսա պետք է քանդենք հասկանանք, ուզենք չուզենք։ Ես էլ մեր ծակը, այսինքն սիլիկոն, այսենց վարպետները ծակել են, ես հատվածը պրոբկի նման էր, ես հատվածը ներսն էր, ծակել են, փակել են, հույս ունենալով, որ փակվել է, այս է, ես էլ մեր մեղավորը։